Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 9-ն է, ուղղակի հիշեցնեմ, որ արդեն անցավ 1 տարի, ինչ այսպես կոչված թրիփը, Թրամփի անունով ճանապարհը, քողարկված Զանգեզուրի միջած process-ը դրվել է գործողության մեջ։ Մենք դրա մասին ավելի մանրամասն կխոսենք, իսկ հիմա ուզում եմ հաղորդումը սկսել Բերկամսարի խոսքերով, որն ասում էր. ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում։ Նա Թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը։ Երբ որ ես այս նախադասությունը կարդում էի 4-5 տարի առաջ, իրոք իմ համար հասկանալի չէր, ինչ կարող էր ի նկատի ունենալ 20-րդ դարի դարասկզբի հայ գրող Երգիծարբանը։ Իրոք իմ համար պարզ չէր։ Թե մտածում եմ երևի ինչ որ մի բան եղել է կամ լավ հումոր անում։ Բայց նայելով այսօրվա իրավիճակին, ես մտածում եմ կարող է պայծառատես ա եղել Բերկամսարը եւ նկարագրել է Փաշինյան Նիկոլին, որը այսօր ինչ է ասում։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի, պատկերացնեք, ուղիղ ասում, էլ սեթևեթանքի կարիք չունի։ Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ Իմջալոց Ադրբեջանից ինչ որ փախստականների վերադարձի չշարունակելը դեռ վերջ ասելա դեռ 91 թվականից, ինչու՞, որովհետև Հայաստանից պետք է վերադառնային Ադրբեջան նաև հայ փախստականները եւ այս տրամաբանության մեջ ստանալով փոխհատուցումներ, մի խոսքով հնարավորություններ վաճառելու, փոխանակելու այս խոսակցությունը վաղուց փակված էր։ Եվ այսպես փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանից գաղթած տեղահանված մեր հայրենակիցները խաղից դուրս է, մենք իրենց չենք հիշում, չկա պես բան, իմդելոց կես միլիոն հայության մասին է խոսքը։ Բայց Ադրբեջանը չի մոռացել։ Ուրեմն Ադրբեջանից գաղթած մեր հայերին դրեցինք մի կողմ, Ադրբեջանը պահում է ու հոխորտում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի ծրագրով եւ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա պահելա թարմ։ Եվ ասի, եթե չեք ուզում իրան գալ, ուրեմն մենք էլ Արցախի վերադարձի իրավունքի մասին պետք է դադարենք խոսել։ Փաշինյան Նիկոլ, այն կազմակերպությունները, որոնք խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին, հաց ունենան քո սեթևանքների վրա։ Իրենք չգիտեն նույնիսկ ինչա սեթևեթանքը։ Հա։ Որովհետև դա միջազգային իրենց իրավունքն է վերադարձի, իսկ ադրբեջանցիները նման իրավունքով օժտված չեն, որովհետև այդ հարցը կարգավորվել է դեռ 91 թվականին, ասում հայերի վերադարձի դիմաց։ Այնպես որ այս երկու հանգամանքը մեկ նժարին դնելը կարող է էֆեկտ տա, նորից եմ ասում, քո ընտրազանգվածին, որը բնականաբար չունի մտավորեն կարողությունը, որ հասկանա ինչից հետո է գալիս։ Եվ մյուս ամենակարևոր բանը, Փաշինյան Նիկոլ, դու կարաս էտել չեղարկես արցախցիների իրավունքը քո բարոյականության շրջանակներում, իբր դա անշրջելի խաղաղության համար։ Ոչ, դու հիմա ես ստում, որովհետև անշրջելի խաղաղության համար Ադրբեջանը էլի պահանջներ ունի։ Ստում է ամեն օր, ամեն վայրկյան, ամեն պարույթ։ Եվ ի վերջո, լսել եք երբևէ Հայաստանի ինչո պայման ներկայացնի։ Այնպես ստացվում, որ Ադրբեջանը միշտ ունի պայման, Ադրբեջանը ներկայացնում պայման, եւ Հայաստանը պետք է լուր ու մունջ, խուլ ու համլի նման ամեն ինչին ասի հա, էլ ինչ ես ուզում, էլ ինչ ես տամ, էլ ինչ ես մոռանում, էլ ինչ ես ուրանամ։ Եվ նա անդադ տենում է տվողը կա, ինքն էլ անդադ ուզում է, տվողը կա, անդադ ուզում է։ Եվ այս հարց եմ ուզում տամ։ Որ մի կինն է երազում նման տղամարդ ունենա իր կողքին։ Ոչ մի պահանջ չունի ոչ մեկին, հակառակ։ Իբր խաղաղ ապրելու դիմաց ինքը պատրաստ է ամեն ինչ զիջել։ Ու ինքը ոչ մի պահանջ չունի։ Քանի տղամարդ, քանի կին կա, երիտասարդ աղջիկ, որ կուզենա կողք ունենա նման տղամարդ։ Բայց սոսկալին այն էր, որ գտնվեց Հայաստանում 300-400,000 հոգի, որոնք ուզեցին նման մեկին լինի իրենց երկրի ղեկավարը։ Ովքեր են իրենք, փորձենք հասկանալ։ Որովհետև եթե հարցի պատասխանը չունենանք, մենք չենք կարող
ճիշտ պլանավորել մեր գործողություններն ու ճիշտ հաշվարկել մեր ռեսուրսները։ Եվ այսպես ընդամենը 3 էր, որ ես ներկայացեցի այն թվերը, որոնք աճ են տվել սեկտաների մոտ, այն կրոնական կազմակերպությունների մոտ, կյանքի խոսքից մինչև մոլմոններ, մինչև Եհովայի վկաներ եւ այլն։ Ընդամենը մի բան եմ ուզում հիշեցնել, որ Եհովայի վկաներ այդ կազմակերպության աճը եկամտային մասով, որը ենթադրում է իհարկե մասնակցության աճ նաև 19 անգամ էր։ Այսինքն, եթե մենք ունեինք 20,000 Եհովայի վկա, 18-ից մինչև 25 թիվը իրանք 20-ից 19 անգամ բաժանեք դառնում է 580, չէ, 380, 380,000, եթե իրանք 20,000 էին ու կլինեին անպայման մի 20,000 դեռ 18 թվականին, այդ ինչ թիվ է 20,000, ապա իրանց թիվը կազմում է մոտավորապես 380,000 այսօրվա վիճակով։ 3.5 անգամ, ես հիմա հիշելով եմ ասում, 3.5 անգամ ավելացել է այդ կյանքի խոսք վկաների կազմակերպության եկամուտը, որը ենթադրում է, որ մի այդքան էլ պետք է ավելացած լինեն հաճախորդների քանակը։ Ես հիմա կոնկրետ թվեր չեմ կարող ասել, ինչքան է 100,000, 200,000, բայց այս թվերը, որ դնում ես իրար կողք, այնտեղ մոլմոններն էին աճել մի 2.5-3 անգամ, էլի հսկայական աճ է, ոսից դնում ես այդ կողք, Ունես տպավորությունն է, որ Հայաստանում առնվազն 300-ից 500,000 աղանդավոր կա։ Այսինքն 300-500,000, այդ չեմ ասում բանում կառավարությունում աշխատողներ, պետական հիմնարկում աշխատողներ, զինվորականներ եւ այլն, կառավարման ապարատ։ Այսինքն դրանց կողքին կա նաեւ 300-ից 500,000 սեկտայի անդամներ, առնվազն ես այդ 3 խոշորներն եմ վերցնում, որոնց համար հայրենիք այդքան կարևոր չի։ Լավ, վատա, ես չեմ մտնում մտերնորից եմ ասում, այսօր մեկը գրել էր ոնց որ եթե ես մահմեդականությանն էլ դեմ չեմ, ուզում եմ հասկանամ, այս մարդիկ, որ ինձ լսում են, ինչով են մտածում, էլի։ Ես մահմեդականության ընդհանրապես դեմ չեմ եւ չեմ կարող լինել։ Դա էլ կրոնը ինչպես քրիստոնեությունը։ Եթե դու գնաս մահմեդականին ասես քո կրոնը սխալ է, քրիստոնեությունը ճիշտ։ Քեզ լավ չի վերաբերի։ Ոնց որ գնաս, ասենք, մի այլ կրոնի դավանորն ասես քո կրոնը սխալ է, իմը ճիշտ է։ Ընդհանրապես դա գռեհկություն է, կարծում եմ 21-րդ դարի խոսակցություն վարելու համար։ Ես ընդհանրապես թվից եմ խոսում։ Եվ այսպես, այս կրոնի հետևորդների համար ինքնությունը երկրորդ-երրորդական է։ Ստե չեմ ասում ում Աստվածն է ճիշտ։ Ինքնությունն է կարևորը, որովհետև մեր ազգային արժեքները, ազգային անվտանգությունը խարսված է ինքնության շուրջ, որովհետև մենք չունենք դեմոկրատական ինստիտուտներ։ Այ եթե լիներ դեմոկրատական ինստիտուտներ, կարելի է այս մասին ընդհանրապես չխոսալ։ Որովհետև ինչ կապ ունի ով ինչ կրոնի հետևորդ է, ով ինչ, չգիտեմ, ուղղություն է դա։ Դեմոկրատիա է, բոլորը դրա իրավունք ունեն, խղճի խոսքի ազատությունների եւ քվեարկությունը ըստ նախասիրությունների է։ Մեր մոտ քվեարկությունը ըստ նախասիրությունների չի։ Մեր մոտ քվեարկությունը այսօր էգզիստենցիալ նշանակություն ունի։ Եթե դա ազգային ինքնությունը կորցրած մարդն է անում, դրա համար միևնույնն է, Փաշինյան Նիկոլն է, դա ասենք չնե Ռոբերտ Քոչարյանն է, թե ուրիշ մեկը, որովհետև ինքը չի տեսնում այդտեղ ինքնության վտանգներ, հասկանում եք։ Այստեղ է հենց խնդիրը։ Եվ այսպես, երբ որ նայում ենք, տեսնում եք այս մի հսկայական Նիկոլիսների բանակի կողքը կա եւ նաեւ մի 3-400,000 հոգի, որոնք այդքան ազգային ինքնության հետ կապ չունեն եւ մեծ հաճույքով կտան ձայնը Նիկոլ Փաշինյանի, որը խոստացել է վերացնել հայկական եկեղեցին, որը իրանց համար անընդունելի հանգամանք է, պատկերացնում եք, ինչ մեծ հնարավորություններ է բացում այս սեկտաների համար, եթե ոչնչանա հայ-աղբեկական եկեղեցին։ Սեկտաների չէ, սեկտաների ղեկավարների համար, որոնք իրենց հետևորդներին պետքա հորդորեն քվեարկել Փաշինյան Նիկոլին, որովհետև ասենք շարքային, ասենց ասեմ, Եհովայի վկայի համար այդքան մեծ պետքա չլիներ տարբերություն ով է լինում, որտեվ ինքը ուրիշ բաներ ունի, ուրիշ տեղ ապրում։ Բայց երբ որ հոգևոր առաջնորդն ասում է, գիտեք ինչ, մեզ պետքա Փաշինյան Նիկոլը, նա ուղղակի զուտ հարգելով կամ ենթարկվելով գնում է եւ կատարում է այդ ընտրությունը, որովհետեւ
այս սեկտաների ղեկավարին օդի ջրի նման պետք է հայ առաքելական եկեղեցու դիրքերի թուլացումը, որտեղ այնտեղ հսկայական նոր պոտենցիալ է բացվում, 100,000-ավոր մարդկանց իրեն շարքերը գրավել, նույնց եմ ասում, փող, բիզնես։ Սա ոչ մի, ասում են, ինչի որ լիչնվա, անձնական ոչինչ չկա, փող, իշխանություն։ Դա համար եկեք հասկանանք ինչ ունենք Հայաստանում եւ ով է մեր ընտրողը եւ ինչ կորուստներ ենք ունեցել այս ընթացքում մենք։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիների ընթացքում իրենք ծաղկել զարգացել են։ Սա ինչի համար եմ ասում, քիչ հետո մենք սրա մասին խոսալու ենք։ Եվ այսպես, օգոստոսի 8-ի առիթով խոսակցություն է եղել եւ Ալիև Նիկոլ Փաշինյան եւ Ալիև Թրամփ եւ Նիկոլ Փաշինյան Թրամփ։ Այս խոսակցությունների արդյունքում փաստորեն Թրամփը, ինչպես գրում է Հակոբ Բադալյանը, հրավիրել է G20-ի հավաքին Ալիևին։ Դա դեկտեմբերին է լինել այս տարվա, բայց չի հրավիրել Փաշինյան Նիկոլ, չկա։ Հայտարարության մեջ խոսացել են, բայց Նիկոլ Փաշինյանը հրավիրված չի G20-ին։ Ալիևը հրավիրված է։ Հետաքրքիր վիճակում ենք նայում։ Նիկոլ Փաշինյանին չեն հրավիրում Մոսկվա։ Նիկոլ Փաշինյանին չեն հրավիրում G20։ Մարդ, որ մերժված է բոլոր տեղերից։ Բոլոր, բնականաբար այդպես էլ պետք է լիներ։ Մարդ, որ այլևս գործոն չի եւ ստեղ ուրախանալու քիչ բան կա։ Սա հետևանք եմ ես նայել որպես։ Ինչի ես առաջ եմ ուրախանում, որովհետեւ դրանով իսկ այլևս գործոն չի Հայաստանը։ Ես ասում ուրախանալու քիչ բան կա, ես դրան եմ ասում։ Ոչ թե տեսակ ես փալասին ոնց են տշում ես կողմից են կողմ կոշիկները վրա են մաքրում, չէ, դրա մասին չի խոսքը։ Դա կա, բայց ուրախանալու բան չկա, որովհետև դա փաստացի արվում է Հայաստանի վրա։ Ուզենք թե չուզենք, որովհետև իշխանությունը Հայաստանում գողացել է այս մարդը։ Եվ ինչպես վերաբերվում են իրան, դա ազդում է նաև երկրի վրա։ Եվ վերջապես ինչ է, ես ասում եմ, չէ, ինքը անիծելու է այն օրը, որ գողացավ Հայաստանում իշխանությունը։ Որովհետև ինքը հարցեր ունի լուծելու, հարցեր։ Ու իրան քաղաքական աջակցություն է պետք, լուրջ քաղաքական աջակցություններ, որը չունի եւ Մոսկվայից, եւ Վաշինգտոնից, դե թուրքական պետությունները կանեն այնքան, ինչքան իրան պետք է, բայց չունի եւ ներսից։ Լեգիտիմության բացակայությունը երևի ամեն ինչի մեջ ամենամեծ թերությունն է սրա, ամենամեծ ցավոտ կողմը, լեգիտիմության բացակայությունը։ Իսկ դրան գալիս է ավելանում է եւս մի խայտարակ փաստ, որի մասին անպայման ուզում եմ խոսեմ։ Երբ տեսած կլինեք այս տեսարանները, նայեք, ես ձայնը անջատեմ, որտեղ բան չկա, երաժշտությունը կարծում եմ քչերին է հետաքրքրում, եւ այսպես մտան դուռը այսպիսի հրաշալի աստիճաններով վազում են վերև, կարծես թե գիտեն ինքը որտեղ է, Հովիկ Աբրահամյանի որդին, տանը մարդ չկա ոնց որ թե ով բացեց դուռը, ես չգիտեմ։ Հետաքրքիր է, որ ոչ մեկին չեն հրավիրում, այսինքն հարցակվեցին, անպայման ծունկը պետքա դնել վզի վրա, մարդը չի վերաբերվում, մարդը տուն են մտել, չէ։ Անպայման այս տեսարանը պետքա լինի, անպայման, ասենց վերցնեն։ Ինքն էլ զարմացած արգամը, ես ինչ եք անում։ Արգամ, պետքա սա լիներ մի օր, ու սա լինելու է բոլորի հետ, ու ամենավատը հիմա ես ասեմ։ Փաշինյան Նիկոլը այս հիստերիայի մեջ, այն որ ինքը ունի, պաստորեն տեսեք ով է ինքը, մի ժամ, հիշում եք անցած տարին չեն ասում, Նիկոլը Թրամփի WhatsApp-ի համարն ունի, Նիկոլը Պուտինի հետ ամեն օրվա շփումների մեջ է, այսօր ինքը ասես տշված է երկու կողմը։ Միակ տեղը, որ կարող է ինքը հոգեբանական իր կոմպլեքսների, իր տշվածության, նվաստացության կրակը մարի, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ այսպես,
սա միակ լկտիությունը չի, որ արվել է այսօր Արգամ Աբրահամյանի նկատմամբ։ Ես չեմ ասում իրեն հասնում է թե չի, իհարկե հասնում է, բայց սենց բան չեն անում։ Այլ այն, ինչ որ տարածում է քննչական կոմիտեն։ Ինչ է տարածում քննչական կոմիտեն։ Սա կարդալուց հետո ես հասկացա, որ սրիկայության մասին մեր պատկերացումները լիարժեք չեն, քանի մենք չենք կարդացել այս հայտարարությունը։ Սա Հովիկ Աբրահամյանի տղեն է, որը ընտիր հարաբերությունների մեջ էր ՔՊ-ի հետ, ընտիր, ոչ մի պրոբլեմ չուներ ինքը, ոչ մի պրոբլեմ, ոչ ինքը, ոչ էլ Հովիկ Աբրահամյան միջև այսօր, ոչ էլ Ծառուկյան Գագոն ուներ, ի վերջո Ծառուկյան Գագոն է սարքել Փաշինյան Նիկոլին իշխանություն, սա մասին չմոռանանք, եւ որոշել է այս տականքը, որ ինքը Նեռոնը կարա ամեն ինչ անի։ Ինչու՞մ է մեղադրվում Արգամը։ Մեղադրվում է սպանության կազմակերպելու մեջ, հա։ Ինքը շատ հանգիստ այս քննչական կոմիտեն կարող է գտնել, որ կասկածվում է 23 թվականում, հա, Սողոմոն Վլասյանի սպանության պատվիրատուի լինելու հանգամանքում։ Ով է Սողոմոն Վլասյանը։ Ըստ այս բաների կարդում ենք ու հասկանում ենք, որ դեռևս 23 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքագիմնաստիկյան փողոցային շենքի մեկի վրա կատարված սպանությունն է պատվիրել է ինչի։ Պարզվել է, որ գործողությունների հատուկ ապացուցական վարույթ, լսեք, պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանի տղեն Արգամը կնոջը Ծառուկյանի աղջկան կասկածելով ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ սպանվածի, հա, հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու եւ ինչպես նաեւ խոշոր գումարներ տալու մեջ վրեժ խնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել 23 թվականին 3 տարի առաջ կատարվել է սպանություն, որի պատվիրատուն ու պարզ գրում են փաստորեն, որ Արգամը կնոջը Ծառուկյանի աղջկան կնոջ է, բանալի բառը Ծառուկյանի աղջիկն է, որ Ծառուկյանի աղջիկը կասկածվում է Արգամի կողմից ինչ որ հարաբերությունների մեջ գտնվելով եւ փաստորեն իրենց տան փողերը այդ սեկտայի տանու փողով։ Փաշինյան Նիկոլը ոնց որ ինքը գրած լինի այս տեքստը։ Ես վստահ եմ իր պատվերով այս տեքստը գրված։ Ֆուկուլ եք մտնում անհասնական կյանք։ Թարը դու քննի չեք կարա դու ով եք անում։ Սա ընդամենը կասկածանք է։ Դուք մարդու ընտանիքն եք քանդում, մարդկանց հեղինակությանն եք հապ։ Կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ, իր տղեն է, թե Ծառուկյան Գագոյի աղջիկը։ Դուք հասկանում եք, ստեղ արդեն մեխանիզմ է աշխատում, որ միջև հիմա երբեք չի եղել։ Չկա սենց բան, հասկանում եք։ Եթե դու կասկած ունես, որ ինքն է սպանել, պատվիրատուն կասկածում է այս սպանության գործով պատվիրատուն լինելու մեջ։ Այսքան բան նախաքննությունը մի խոսքով վերջնական արդյունքները կհրապարակեն, ինչքանի որ չեն հրապարակվել բոլոր կասկածները, դրանք ամենուր կախված կասկած չէ, դատը չի եղել, բան չի եղել, բայց դատը չի եղել, արդեն այս մարդու մեղադրում են այս մարդու կնոջը ուրիշի հետ հարաբերությունների մեջ լինելու, խանդի տեսաններ սարքելու, փողի բազար են գցում էջը, որ փողա տվել, նա փողա տվել լավ է, քեզ ինչ։ Փաշինյան Նիկոլ, քեզ ինչ ես այդ հանգամանքը բերում մեջ, իրա փողն է, կարա ինչքան ուզի ում ուզի տա, քեզ ինչ։ Ասում եք դուք ուր եք հասել։ Ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք ատում են Նիկոլից դուրս բոլորի մանավանդ նախկիններին, հա, իբր նախկիններին։ Այստեղ է նախկին չի։ Այստեղ է ներկաներից ներկա է, հա։ Ինքի պաշտպանության կարիքը չունի ընդհանրապես։ Ու ասեմ արժանի էլ չի։ Հա, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Ու դուք անառակի զավակ չեք, բա ինչ եք։ Դա ուրիշ ձևով ասում, ուղղակի եթերը չեմ ուզում պղտորել։ Նիկոլ Փաշինյան սատարողներ, գրզոներ, դու էլ ունես, չէ՞։
տանը։ Սպասի, քո տունն են գալու։ Քո հարսիններ են մեղադրելու բոզության մեջ։ Քեզ էլ է։ Սպասի, լփիկ դու էլ սպասի։ Բռնաբարություն, մարդուկ առաբանգում, սպանություններ, բաներ, այնքան գործ կա վրա, լփիկ սպասի, գրզո դու էլ սպասի։ Որովհետև ես ասել եմ, ով բերել է Նիկոլ Փաշինյանին իշխանության, Նիկոլ Փաշինյանը սաղիթ գլուխն ուտել է։ Ձեզ թվում արգամը չի աշխատել Նիկոլի համար։ Դուք կասկածում եք, որ արգամը աշխատել է Նիկոլի համար, որ ձայներ հավաքի։ Արտաշատում ով կա, մղջան բան այդ կողմերը ով կա ապրող, գրեք, քիթս կկադրեմ, ես գյոզար քիթս կկադրեմ, եթե սրանք չեն աշխատել Նիկոլի համար։ Ոնց կարող Նիկոլի համար աշխատել, որ Նիկոլի հետ են թալանել բանի Արցախի ներդրումային ֆոնդը։ Իրանք այդ կարգի միասնական հանցագործություններ ունեն կատարած։ Այս կարգի, հա, հարյուրավոր միլիոն դոլարների հանցագործությունների մեջ են իրար հետ։ Դուք ուզում եք ասեք, որ այս ընտրություններում արգամիկը չի աշխատել Նիկոլի համար, իհարկե աշխատել է։ Բայց ամբողջը միակն են, ԿՊ-ականների հետ են։ Ու մեկը գալիս է եւ կզստում է փռում է գետին, եւ մի հատ էլ կնոջը վարկաբեկում է, որովհետեւ նաեւ դա Ծառուկյանի աղջիկն է։ Մենք մտել ենք մի շրջան, որը հետո ամոթով ենք հիշելու։ Այսինքն ով ամոթ ունի, ինքն ամոթով հիշելու։ Շարքային Նիկոլի համար սա բանը, սա տեսարանը, այսինքն այն տեսարանը, որով ապահովում էր Ներոնը իր ժամանակ, հաց եւ տեսարաններ, հա։ Որ արդյունքում վերացավ հռոմը։ Ուղղակի վերացավ այդ կասությունը։ Հիմա Հայաստանն է։ Ուղղակի այն ժամանակ դրանից հետո, երբ որ նոր կայսրը նայեց իր վիճակին, հա, Կոստանդինոս կայսրը հասկացավ, որ այս պետությունը հնարավոր չի փրկել։ Ուղղակի հնարավոր չի փրկել այդ հռոմեական կայսրությունին։ Ինքը արդեն կոռուպցիայի ու այլասերության մեջ այնքան է խլված, որ այս կայսրությունը չի լինելու փրկել։ Դրա համար ինքը ստեղծեց Հռոմի երկրորդ կայսրությունը Կոստանդնուպոլիսում ու կոչեց իր անունով այդ քաղաքը։ Եվ Հայաստանի քրիստոնեություն ընդունելուց 27-28 տարի հետո նոր լավ փորձարկելուց հետո նոր այնտեղ հրճակեցին քրիստոնեությունը որպես առաջի կրոն։ Ինչ եմ ուզում ասեմ։ Սա նույն վիճակն է։ Ուղղակի մենք չունենք այդ հնարավորությունը, որ Կոստանդին կայսրի նման նոր Հայաստան ստեղծենք, տեղափոխվենք այնտեղ, ասենք գրողին, ստեղ ինչ ուզում է թող լինի։ Սոդոմ Գոմորա։ Որովհետև Նիկոլի իշխանությունը Հայաստանը վերածել է Սոդոմ ու Գոմորի, որտեղ Աստված վերևից նայել ասել է կոնե 3 պատկեշտ մարդ չեմ գտնելու, որ այս քաղաքը խնայեմ, դից ձեռն տալու, չէ, չկա ախպեր, վառի թողնանք, որովհետև բոլորը Նիկոլես գործողություններին լավ են տալի, առանց հասկանալու, հարցը ստե արգամը չի, հարցը Ծառուկյանի աղջիկը չի, հարցը սկզբունքն է, այսինքն ոչ միայն օրենք չկա, այլևս բարոյականություն չկա, այլևս տեքստերը կազմվում են ոչ միայն անվեղության վարկածները տշած ունենալու տրամաբանության մեջ, այլև բարոյական նորմերը։ Գիտեք, ես նորից էլի պետք գնամ Սերժի ժամանակները, ես որ ասենք, գիտեմ էլ այն ժամանակ ինչ էր կատարվում, փողոցում էինք ամբողջ օրը, ամեն ինչ եղել է մեր նկատմամբ, բռնություն, անարդարություն, ամեն ինչ եղել է, ոչ մեկի անձնական կյանք չի մտել, ոչ մեկի երեխուն չի նեղացել, ոչ մեկի երեխուն գործիչ չի հանել, ծնողին գործիչ չի հանել, արա դուք անցել եք բոլոր հնարավոր կարմիր գծերում, ձեզ, ու ով բան անում, աշխատում է իրանց համար, ինչպես արգամներ աշխատել իր քթեից եկավ, նույն ձևի գալու է, բայց դա չի արդարացնում, արգամի նկատմամբ արվածը, երբ ներկայիս իշխանությունները ապօրինաբար խլում են իրենց դուր չեկող գործարանների սեփականությունը, երբ միլիոնավոր աշխատավարձեր եւ պարգևաճարներ են նշանակում իրենց մերձավորներին եւ իրենց թիմակիցներին եւ հետո խոսում են նախկինների տալանի մասին, դա մեղմ ասած տարակուսանք է առաջացնում։ Երբ նույն իշխանությունները այս 26 թվականի ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո ձերբակալում են հարյուրավոր մարդկանց եւ նույնիսկ դրանից հետո չեն կարողանում հաղթել եւ չեղարկում են ընտրությունների մի մասը եւ հետո խոսում են ընտրությունները կեղծելու մասին նախկինում,
Այստեղ կարելի է պարզապես մի սմայլիկ դնել։ Թալան եղել է եւ կա։ Կոռուպցիա եղել է եւ կա։ Անդրակեղծարարություն, ընտրությունները կեղծել է իշխանությունների կողմից, եղել է եւ կա։ Ուրիշ հարց, որ մասշտաբներն են փոխվել եւ հիմա իմ կարծիքով այդ ամենի մասշտաբները մի քանի անգամ ավելի մեծ են։ Բայց ինչ որ բան չկար նախկինում եւ հիմա կա, դուք կասեք, որ դա երկրորդական փոքր բան է, բայց ինձ համար փոքր բան չէ։ Դա ծայրահեղ սադիզմն է։ Ես նկատի ունեմ կնոջը ձերբակալել եւ նրա երեխային թույլ չտալ, որ այդ կնոջը տեսնի։ Դա ծայրահեղ սադիզմ է, որը նախկինում չկար, եւ այդ սադիզմը գալիս է բնականաբար ամենավերևից։ Հիշում եք ես ինչ էի ասում, դասական կանոններն է իշխանազավթում իստե։ Առաջինը բոլորին շփտումը, գլուխները շոյումը, ինձ բերեք իշխանության, այդ ընթացքում անրապնդվում է։ Երկրորդը աշխատում էլի նույն տրամաբանության մեջ երկրորդ փուլը անցնի եւ արդեն հաստատված ինքնաընտրումով ինչ պետք է ունենա։ Երրորդ փուլը, երբ որ ինքը իշխանությունը զավթում, այ հիմա Նիկոլի վիճակն է։ Էլ չի ուզում տեսնի նրանց, ում շնորհիվ զավթել է իշխանություն։ Այ ոչ մեկ չի սիրում, երբ որ իրան նայում են ու ասում են դու ինձ պարտք ես քո իշխանությունով։ Երրորդ սրոկ, երրորդ ժամկետ նստած Փաշինյան Նիկոլը, ասենց ձեզ բոլորին պատերին ծեփելով, ով իրան բերել է իշխանության, տանելու է կզարը։ Դուք դրա մասին զգուշացված եք եղել։ Պլյուս սադիզմը, երբ որ մարդը, ինչ որ ասում է Ադամ Աբրահամը, երբ որ մարդը կորցնում է ռեալության զգացողությունը, սադիզմն է դա, ոչ միայն ռեալության, վախը, ռեալության զգացումի կորուստ պլյուս վախ։ Այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք Հայաստանում, որովհետև դրսում ինքը ոչ մեկը փոշի, ինչ որ մեկի կոշիկի փոշի, որ Վաշինգտոնում էլ անկալվում որպես փոշի, Ռուսաստանում էլ անկալվում որպես փոշի, դե Ադրբեջանում էլ անկալվում որպես փոշի, ով է իրան ընդհանրապես լուրջ վերաբերվում, դա նույնիսկ իր ընտանիքում լուրջ չէին վերաբերվում։ Չլսեցիք դուք Փաշինյան Նիկոլի հորը, դուք մտածեցիք դուք այդ տականքին հորից լավ եք ճանաչում, իսկ ինքը գիտեք ինչի լիզնալուց կա։ Սա նայենք, այս վիճակն է իր մոտ էլ, ասում եթե սենց ուշադրությունը իր վրա շատ է լինում, ավանակին սկսում է թվալ, թե ինքը առյուծ է, հասկանում եք, այ իր մոտ երկրորդ բանի կեսից 22 թվականից, երկրորդ փուլի կեսից 22-23 թվականի ավանակի մոտ ձևավորվել արդեն առյուծի բաներ, հատկություններ, իսկ այս իշխանազավթությունը արդեն համոզեցինք իրեն, որ ինքը առյուծ է, գոնե տան մեջ իրա Հայաստանում էլի, ինքը հասկանում է, որ նույն ավանակն է մնացել բոլոր տեղերում, բայց տան մեջ գոնե առյուծը պետք է գա, չէ, սուբլիմացիան պետք է լինի, այդ կրակը պետք է պատպվի միտեղ, սադիզմ, պատերով տալ, ոչ մեկ իրավունք չի ունենալու Նիկոլին ասի, ես եմ քեզ բերել իշխանության, նույնիսկ որ ով Նիկոլի համար աշխատել է, պատրաստեք, նավսեկի լողացեք։ Ադրբեջանում այսպիսի մի հարցում են արել, ով են ամենամեծ թշնամին ադրբեջանցիների համար, պատկերացնում եք, երկրորդ տեղում մենք ենք, 60%-ը վստահ որ մենք ենք ամենամեծ թշնամին, բայց 63%-ը վստահ որ Ռուսաստանն է իրաց թշնամին։ Նո այնտեղ հետո գալիս է Իրանը եւ Ֆրանսիան, Ֆրանսիան որտեղ մեծ է բարեկամ, դրա համար է իրաց թշնամի։ Դե Իրանն էլ ինչի է թշնամի, որովհետեւ իրանք հասկանում են, որ անցել են այդ սահմանը, իրանք հասկանում են, որ իրանք ուզում են Իրանի քանդվելը եւ Իրանը դրա մասին գիտի։ Իրանք հասկանում են, որ քանի Իրանը կա, բոլորը գիտեն, որ Ադրբեջան կոչված տարածքը դա Իրանից փախցրած տարածք է, անունը գոնե։ Ամենաշատ, գիտեք, չէ՞, մարդասպաները ինչ են ատում զոհին իրանց, որովհետև այդ զոհը իրանց հիշացնում է, որ իրենք մարդասպան են։ Այ հիմա ինչի է Ադրբեջանը ատում Իրանին, որովհետև ինչքան Իրանին նայում են, հիշում են, որ այդ անունը իրանք են գողացել, այդ մշակույթը ինչ որ մի մաս իրանք են գողացել, այսինքն նույն բանի համար ասում է ատում է հային,
ատում է իրանցուն, որովհետև ինչ ունի կամ հայից է գողացել կամ իրանցից է գողացել։ Ինչ ա ունեցել։ Ես հին մշակույթներից նկատում եմ։ Իսկ աջակիցների մեջ Թուրքիան եւ Պակիստանը։ Մենք դա մասին առանձին հիմա խոսանք։ Ինչ է նշանակում Թուրքիան եւ Պակիստանի միավորումը։ Թուրքիա, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա պայմանագիր կնքեցին։ Մոտարապես այն մակարդակի պայմանագիր, որ եթե այդ երեքից մեկի վրա հարձակվեց ինչ-որ երկիր, դա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին հավասար բան է։ Նշանակում է հարձակվել են այդ երկրների վրա։ Թուրքիա, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա։ Պրոբլեմն է վախել, որ Թուրքիան նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսինքն եթե հարձակվում են, ասենք Սաուդյան Արաբիայի վրա, այսօր էլի հութիները խփում են։ Հութիները շատ հաճախ են իմջելոս տալում Սաուդյան Արաբիան։ Շատ։ Ու նշանակում է Թուրքիան մտնում է պատերազմի մեջ հութիների, եթե հութիները խփում են Թուրքիայի, նշանակում է խփում են ՆԱՏՕ-ի, հա, ինչ կալամբուր է ստացվում։ Եվ ամենակարևորը, ում դեմ է այս ալյանսը, որի մասին խոսում ամբողջ աշխարհը։ Ես դեռ 3 էի նայել, բայց առանձնապես լուրջ չվերաբերվեցի, ասեմ ինչի։ Որովհետև ինչա Թուրքիան։ Կործանվող տնտեսություն եւ ագրեսիվ վարքագիծ, որը ինքը իր բանով հերանեկարով ինքը քանդվող պետություն է։ Ինչա Պակիստանը։ Պակիստանը միջուկային տերություն է, բայց կողք ունի մի հատ մեծ թշնամի դեմս Հնդկաստանի, որտեղ ոչ մի հարց կարգավորված չի, սենց ալարմ վիճակա։ Ինչա Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիան դա փող է։ Փող։ Այսինքն մեկ ունի զորք, մեկ ունի փող, մեկ ունի միջուկային զենք։ Այս երեք երկիրը, բացի ընդհանուր կրոնից, որ երեքն սուննի են, ոչ մի ընդհանուր բան չունեն, ոչ մի ընդհանուր հետաքրքրություն, որ իրար հետ կարողանան համագործակցեն, որովհետև Սաուդյան Արաբիան կործանվող Թուրքիան չի պահելու։ Թուրքիայի տնտեսությունը ասած ազատ անկման մեջ է։ Սաուդյան Արաբիան չի պահելու։ Ոչ էլ բան կարողանալու փող տա Պակիստան։ Ում դեմ է էսի։ Դե կարելի է մտածել, որ Իսրայելի, այո, ինչու՞ չէ, որ Իսրայելի դեմ կարա լինի։ Կարելի է մտածել, որ Կիպրոսի Հունաստանի դեմ է, որտեղ այդ ալյանսի միացավ նաև Ֆրանսիան։ Հունաստան, Կիպրոս, Իսրայել ալյանսի միացավ Ֆրանսիան, կարող է իրանց դեմ է, կարող է։ Էական չի։ Ամենատեղիքերը գիտեք որն է, որ ստեղծում են սենց հզոր ալյանսներ Հայաստանին այս ատեղ չեն դնում։ Գիտեք ես ինչ է։ Չգիտեմ, ինչո՞ւ միտեղից դուրս է եկել, կամ կգտնեմ ինչո՞ւ միտեղ դնեմ հետ, կամ չեմ գտնի ու դրանով ոչ մի բան չի փոխվի։ Հայաստանի կարգավիճակն է, ինքը կամ կգնեն միտեղ կդնեն, կամ եթե չդնեն էլ ոչ մի բան չի փոխվելու։ Ոչ մի երկրի ճակատագրում այս բանից լինելուց չլինելուց ոչ մի բան չի փոխվելու։ Միջդեռ սա կարող է շատ կարևոր դետալ լինել, առանց որի համակարգը չէր աշխատի։ Կարող էր լինել, բայց այս դետալը պետք է իրեն այդ նշանակությունը տար իր ֆունկցիոնալությամբ, ոչ թե մեծ խոսալով, էշ տալով, որ Լուկաշենկոն է իս դրթել իմ աշխարհի արտաքին քաղաքականությունը դեպի Եվրոպա տանել, հասկանում եք։ Այսինքն էշ տալով դու ֆունկցիոնալություն չես կարող ձևավորել։ Եթե դու չունես ֆունկցիոնալություն, դու իրական չի։ Բայց այս կարգի դետալ, եթե մի մեծ մեքենայի վրա պակասի, կարող է մեքենան չաշխատի։ Այսինքն փոքրը չի։ Կարևորը դու ինչ ֆունկցիա է իրականացնում այս փոքրը։ Տեսնայինք ենք Ադրբեջանը հրավիրված է G27, որտեղ Պակիստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիան նոր ալյանս, Կիպրոս, Հունաստան, Իսրայել, Ֆրանսիա նոր ալյանս, նայում ենք ինչ ալյանս է այդ ցավատանը։ Ինչի մասին է խոսքը։ Արեք Աբրահամ, ասեք Հովիկ Աբրահամյանի տղուն ձերբակալենք, կնոջն էլ ասենք, չգիտեմ, չեմ ուզում շարունակեմ։ Օրակարգ հասկացաք։ Ամեն օրը սա նես չի, որ սա պատահական բան է։ Սա փաշինյանական որակն է։ Որակ, երբ որ մարդը այս որակը բերում նշտացման երկրի ղեկին, պետք է հասկանա, որ երկրի կառավարման ինստիտուցիոնալ որակն է իջնելու հենց այդ մակարդակին։ Բայց Փաշինյան ընտրողին այս ուղեղը որտեղից
որ ինքը հասկանա, նախ հասկանա ով է ճիվաղը եւ ինչ է նշանակում ճիվաղի որակին 3-րդ անգամ տալ իշխանություն։ Բարդ է։ Մասանայինք։ Ես ստենք պարապում, այս տրինաժորների վրա, այս պարանների վրա, բայց այս ամեն ինչը կարող լիներ մեր Օլիմպիադանում։ Այս պատանիները խառը մենամարտերի աշխարհի առաջնությանն են պատրաստվում, բետոնե եզրաքարերին պարապելով։ Հայաստանի հավաքականը 9 օրից մեկնելու է Աբու Դաբի։ Աշխարհի մրցումները ամեն ամիս չի լինում, ամեն տարի չի լինում։ Մարզիկները Հրազդանի կիրճում են հավաքվել Օլիմպիադանի փոխարեն։ Քննչական կոմիտեն չի բացում սպորտային համալիրի դռները, որ կապարակնքեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը։ Սպորտային համալիրը 13 տարի առաջ կառուցել է Գագիկ Ծառուկյանը։ Եթե ինչ-որ բան կա դեղ Օլիմպիադանում բացահայտելու, երեխեքը չեն խանգարում։ Մենք չենք խանգարում մեր աշխատանքով։ Խառը մենամարտերի պատանիների աշխարհի առաջնությունն օգոստոսի 16-ից 23-ն է, ու Հայաստանի հավաքականը զրկված է մարզագույքով հագեցած համալիրում պատրաստվելու հնարավորությունից։ Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահը Ազատությանը պատմել էր, որ այս պայմաններում լիարժեք մարզվել չեն կարողանում։ Մեկը իր մարզադահլիճում հատուկ ֆիզիկական պատրաստականությունները անցկացնելով բացօթյա, չգիտեմ, մի ձև, բայց այն չէ, էլի դա մարզումների ընդհանուր մի 10%-ն չի կազմում։ Օլիմպիադանի դռները կապարակնքելուց հետո հավաքականը միասնաբար մարզվել չի կարող։ Հրազդանի ձորում են հավաքվում, խմբերի բաժանվում ու պարապում փոքր դահլիճներում, որ գտնում են մարզիչները, ասում է Օլիմպիադանի մարզիչներից Էրիկ Օհանյանը։ Շաբաթը 2 օր ստե, շաբաթը 2 օր մեր հարազատ ընկերոջ դահլիճում, որտեղ մարզումներ են կանում, բայց այդ դահլիճը ձյուդոյի դահլիճ է։ Հասկանում եք, այս տականքը պետք է մտածել սպորտի մասին, այս երեխեքի ապրումները իր հետ հետաքրքրում է, իհարկե ոչ, գիտեք ինչի, կյանքում ինքը ոչ սպորտի է գնացել, ոչ ինքը հասկանում է ինչ է նշանակում գնալ աշխարհի մրցումների, ոչ ինքը հասկանում է ինչ է նշանակում դուրս գալ բեմ չէ, էլի, ասենք լավ սպորտսմենի համար այդ բեմ ասենք, հա, դուրս գալ բեմ, պատասխանատվություն, թիմային աշխատանք, նա հակամարդ է, ոչ թե հակահայ։ Տեսեք, Հայաստանը ղեկավարել են ոչ միայն հայերը։ Հայ թագավորական ընտանիքների մեջ մենակ հայեր չեն եղել։ Սա հակամարդ, ոչ թե հակահայ։ Սրա արածն է, հակամարդ կայնություն։ Այս երեխեքի ճակատագիրը, այս ձևով խեղելը, այս մարդկանց կարիերայի, այս երեխեքի կարիերան է, էլի։ Այն էլ մանավանդ այս մրցումները ամեն տարի չեն լինում։ Ինչի համար որոշել է Ծառուկյան Գագիկ պատժի։ Բայց երեխեքը ինչ գործում են։ Չէ, իր նպատակը Ծառուկյան Գագիկ պատժելը չի։ Իր նպատակը իր ուժը զգալն է, որ ինքը ինչ ուզենա կարա անի թքած հետևանքների վրա։ Սա ամենավտանգավոր ու կեղտոտ տեսակն է։ Դրանից բացի փաստորեն դատախազությունից հայտնում են, որ Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ, նոր տեսա, մասնավորապես Արարատ մարզի դատախազություն պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորություն շրջանակներում, մի խոսքով, որ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վերականգնել Արարատ քաղաքի կոլխոզի 32 գտնվող մարզադպրոցից զբաղեցած լավ ես մի վերջնականը կարդամ ձեր համար ամենավա։ Ինչ որ կեղծ տեղեկանք են բացահայտել, որ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին դրա հիման վրա ապօրինի որոշում է կայացել փաստորեն դեկտեմբերի 22-ին Կադաստրի կոմիտում Արարատ ցեմենտ բին տվել են սեփականության իրավունք այդ մարզադպրոցի նկատմամբ 2008 մենք 26 ենք Միջոցով մի հատ կեղծ տեղեկանք էլ ոչի դատվել տվել էին այն ապուշի Հայկ Կոնջորյանի աղբորը, որ ինքը դատված չի, բայց ինքը դատված էր, որ ինքը իր ապարորդական իրավունքը վերականգնել էր, բայց իրան կեղծ տեղեկանքը ոչ մի բանի վրա չազդեց, ինչ անենք, ինչ արենք, այդ իրանց են տվել կեղծ տեղեկանքը, որ իրանք են պարեկների ուղեկցությամբ գնում մարդկանց հանգիստը խանգարում, մարդկանց վրա բռնանում, տերորի ենթարկում է իրանց կարելի է ուր է հասել սա ինչ է անում ոչ մի մարզադպրոց պետք է չաշխատի
Այն ինչ որ կապված է Ծառուկյան դպրոցի, Ծառուկյան Գագոյի հետ, ամեն ինչ պետք է վերանա։ Կարելի է մտածել դա վերջն է, չէ, վերջը չի։ Սա գիտեք ինչն է։ Աշխարհում եզակի ռադիոօպտիկական կայանը, դիտակայանը։ Սա եւ դիտակի հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, ում նախաձեռնությամբ այստեղ սեպտեմբերի 10-12-ին կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն եւ քեմպինգ։ Հիշում եք անցած տարի նույն բանը կայացվեց։ Նարկոտիկներով զվարթում էր ամեն ինչ։ Նկարները, վիդեոները կա։ Միշտեր ես եմ կարդացել սրա ստեղծված պատմությունը ստեղծման, թե Պարի Սերյունի սա ինչ ջանքերով, ինչ ճշգրտությամբ պահանջում է շինարարներից սարքել եւ ինչքան մեծ ջանքերով փողեր կարողացավ հայթայթել Մոսկվայից, որ սա սարքի։ Եվ մատերիալները ինչ կարևոր էին, ինչ պետք է լինի, ինչ հաստությամբ, մի խոսքով սա մի հատ բան աշխարհը չունի։ Հայաստանում սա բան է, կարելի է էլեկտրոնային երաժշտություն, բայց թռվռալ Պարի Սերյունի որ կենթանի լիներ։ Կասե դուք բարբարոս եք արա։ Դուք մարդ կորշելու իրավունք չունեք։ Բա դուք ինչ եք ուզում։ Մարդ որ այս կարգի կայանա ոչ թե չի աշխատում, նույնիսկ սա չեն թողել մարդիկ գան վարձակալեն իրենց փորձականությունները շարունակեն։ Այսինքն պարտադիր չէ նույնիսկ սա Հայաստանը աներ։ Հայաստանը կարող է թողել, որտեղ գիտական փորձարկումներ լինեն, եւ գիտությունը կզարգանար, եւ փողեր կգար Հայաստան, եւ Հայաստանը մասնակից կլներ այս տիեզերական նշանակություն ունեցող, ոչ թե բանը գիտական, տիեզերական նշանակություն ունեցող պրոյեկտ է սա։ Եվ մարդը կարծում է, այս սարքով կարդում էր ինֆորմացիա տիեզերքից։ Այսինքն այն ինչ որ հիմա են խոսում մարդիկ, Պարի Սերյունին 80-ականներին էր, սա դրաման է ստեղծված։ Այսօր դե падելու են։ Падելու էլեկտրոնային երաժշտություն։ Սա գիտեք ո՞նն է։ Այն հիշում եք, չէ՞ որ սիրիացի հետ պարսկանները պայթեցեցին Պալմիրան։ Մի հսկա քաղաքակրթություն։ Իրևանը Իսրայելի եւ Ամերիկայի ստեղծած բանը իսլամական պետության ներկայացուցիչները, այսօր Ալ-Շարարը, որ նստած է Սիրիայի նախագահ, հենց իրանք պայթեցեցին Պալմիրան։ Այս կարգի բան են հիմա անում։ Ոնց որ մեկը գնա Էրեբունի թանգարանը պայթեցնի։ Կամ ասեն Գառնու տաճարը, կամ Կարմիր բլուրը։ Սա այս որակի բան են անում ասենք։ Բայց ձեզ թվում է սա Նիկոլին Տրողին հետաքրքիր է ինչ որ մենք խոսում ենք։ Չէ։ Այս որակին ի՞նչն է հետաքրքրում։ Պատգամավոր դառնալ։ Որպեսզի իմ գործունեությունը նույնպես իմ գործունեությամբ իմ օրենքների հետ մշակվելու եւ օրենքներ, օրենսդրություններ ներս բերելու իմ մասնակցությունը ունենամ։ Այս որակն է ղեկավարում, սրա համար ինչ տարբերություն։ Գնացեք ինքը պետք է Պարի Սերյունի սարքի մասին մտածի։ Հասկանում եք երկիրը ուր է իջացրած։ Տեղ չկա անդե ժողովուրդ։ Սրան ասում եմ լավ ռեստորաններում դռնապահ չէին թողել, որ իրա գործը պետք է դուռ բացել փակելը լիներ։ Այն չգիտեմ Երևանում կա թե չկա այն փողոցի այդ կանգառները, որ 100 դրամ տալիս էին կանգնում են։ Չէին թողի սրանք այդ 100 դրամը։ Սրան չէին տա այդ։ Չէին վստահի այդ 100 դրամը հավաքելը։ Սա օրենքների հետ մշակվելու եւ օրենքներ, օրենսդրություններ ներս բերելու։ Ահա։ Բայց ամենակարևորն են կարողանում անել ըստ պահանջի իրենց աշխատավարձ նշանակել։ Ըստ պահանջի, ինչքան է իրենց փող պետք։ Պետք է նշանակել։ Հիշում եք
Կոնջերյանի կնոջ համար հայ փոստված մի $10,000 ասալ իր աշխատավարձի, ասես ինչի 10 որ 10 միլիոն սարքի էլի։ Մեկը չաշխատող հիմնարկա, մեկը վնասով աշխատում։ Մեկը ոչ մեկ դամած քեզանից հաշիվ չի պահանջում, ես ինչ ես անում։ Էսի Թարսեն Սորոսյանն է, դոկտոր Մահը, տասնյակ հազարավոր քաղաքացիների մահվան պատճառը։ Սա իր կինն է, որը փաստորեն աշխատավարձը 5 միլիոն է։ Այո։ Իսկ իրաց ընտանեկան եկամուտը տան 73 միլիոնից ավել։ Դիք ինչքան է։ $200,000 մոտավորապես։ $200,000 սրանք մարդ սպանելու դիմաց։ Ամերիկայում քանի հոգի ունի, քանի ընտանիք կա, որ 200,000 աշխատավարձ ունի։ Հա, դու քանդի սպորտը, դու պրոբլեմ չունես, հա, քանդի ես գիտությունը, դու պրոբլեմ չունես։ Դու պրոբլեմ չունես։ Ինչքան է քեզ աշխատավարձ գրի ստացել։ Քանդի ընտանիքներ, քանդի ճակատագրեր, դու պրոբլեմ չունես։ Ապեք Փաշինյան Նիկոլ ընտրողներ։ Գնանք Ռուսաստան։ В Москве заговорили о крахе России. Путина призвали немедленно остановиться прямо в эфире государственного канала. Дожили, теперь уже сами кремлевские тяжеловесы вслух пророчат стране гибель. Мэр Москвы Сергей Собянин заявил, что перевод России на военные рельсы, к которому призывают ястребы в Госдуме, попросту убьет страну. А на госканале Скобеева занервничала. Зеленский заявляет о том, что будет 7 миллионов беспилотников. Можно ли вообще прикрыть ПВО такую огромную сверхдержаву? В ответ услышала неожиданно паническое. Затягивание конфликта, оно, как правило, не в интересах обеих сторон. Надо его заканчивать. Пусть не переживают. России, мощной ядерной державе, невозможно нанести стратегическое поражение. Ну, если такое почаще повторять вслух, вдруг станет правдой. В Москве заговорили... Էմը Ռուսաստանը վիճակ իրոք վատ է։ Դա փաստ է, բայց Ռուսաստանը այդքան վատ չի, ինչքան Ղրիմում է վատ։ Ռուսաստանը մեծ վատ վիճակը հակ կարելի է սենց ձգել եւ Չինաստանը դա կան կօգնի։ Բայց ոնց է օգնելու Ղրիմին։ Այստեղ մնում են չլուծված խնդիրներ։ Իսկ հիմա դա մենք այս հույթիների մասին խոսացինք։ Գլխավոր չարիքի մասին։ Նետանյահուն էլի ամբողջ աշխարհին մեղադրել է ատելության սերմանման եւ անտիսեմիտիզմ տարածելու մեջ։ Այո, որովհետեւ բոլոր նախընտրական փուլերում, այս ընտրություններն է, չէ, արդեն սկսած պրայմերիզներում, ով ասոցիացում է Նետանյահուի հետ, պարտվում է։ Եվ ինքը շատ լավ գիտի երկրների վերաբերմունքը ինչ է լինելու նոյեմբերից հետո աշխարհում։ Եվ ինչ է տալու G27-ը, G20-ը, այդ հավաքը դեկտեմբերին Թրամփին, եթե ինքը իհարկե արդեն impeachment արված չլինի, էլի։ Մենք չգիտենք, բայց որ impeachment-ը սպառնում է, Ալիևը թող շատ չուրախանա։ Այդ հրավերը, որ ուղարկել է Թրամփը, դա ընդհանրապես բան է, խոսում է նրա մասին, որ ինքը տշած ունենա Նիկոլ Փաշինյանը։ Բայց հաջորդը ով եղավ, ինքը հասկանալու է, գործ ունենալ Ալիևի հետ, նույնա թե գործ ունենալ Նետանյահուի հետ։ Հենց որ Ալիևն է թող շատ չուրախանա այս հրավերքով, որտեղ սրանք վերջանալու են։ Ու շատ շուտ։ Ամեն ինչ տանում է դրան։ Նետանյահուն ասում է մենք որպես իմպերիա միշտ մնացել ենք, հա, մենք դիմացել ենք, հա։ Ասում է ինչ իմպերիայի մասին է խոսքը, ասում է դու ավելի քո երկրի հետ ավելի յետասարդ ես, քան իմ հայ։ Ահա պատասխանը առաջին կեցվելը։ Մեր հարևանները լավն են։ Կանք Հայաստան։ Որ օրինակ Փաշինյանը գիտեր, որ այդ գումարները, որոնք Հայաստանից գնում էին հիմնադրամ, այդ գումարները ծախսվում էին մի քանի ընտանիք, բաժանվում էին մի քանի ընտանիքների միջև միանշանակ։ Իսկ այդ վստահությունը որտեղից է գալիս։ Արայիկ Հարությունյանը եթե մատերն էլ կտրես ինքը առանց Նիկոլի բանի թույլտվությամբ որևիցե որոշում չէր կարող կայացնել։ Ես
սա շատ լավ գիտեմ, որովհետև երբ որ Արայիկ Հարությունյանը համաձայնվել է, որ հրաժարական տա պատերազմից հետո, այս վերջի 23 թվականից։ Չէ, 23 թվականից, 20 թվականից։ Դրանից հետո մենք անցել ենք, ասենք ես կարմիր գծերի սահմանն եմ, ասա մեր հետ խոսալու չկա, թե ինքը պատրաստ չի հրաժարական տալու, բայց այն պայմանով, որ նոր իշխանությունը որոշելու են ժողովուրդ, ասենք ընտրության միջոցով, ոչ թե այն ինչ որ իրանք են արել։ Երբ որ ինքը համաձայնվել է այդ հրաժարակի, այդ հրաժարականի վաղուց է համաձայնվել։ Ասում են Արցախը իշխանապողություն ա եղել, պերևարոտ ա եղել, չգիտեմ, Շախարամանյանն են բերել, ոչ մի պերևարոտ բան չի եղել։ Արցախը միջ առ այսօր ազգային ժողովում մեծամասնությունը այն կուսակցությունը, ում որ Նիկոլ Փաշինյանն է աջակցել, Արայիկի կուսակցությունը։ Իրանք էլի այդ պայմանավորվել են առանց որևիցե հեղափոխության, հեղաշրջման, Արայիկը գնացել է Նիկոլի դրած ուժերը բերել այնտեղ Շախարամանյանին եւ այլն, սա առանձին պատմություն է, եթե հետաքրքիր լինի կխոսենք։ Բայց ես որ ասում եմ, սկսել եմ արդեն Արայիկի հետ բանակցել, ես եւ Նիկոլ Փաշինյանի SMS-ներն էր ինքը ինձ կարդում։ Իսկ ձայնային հաղորդագրություններն էլ ուղղակի միացնում լսում էի, թե ինչ է խոսել Նիկոլը։ Ինչ էր ասում։ Էներ ասում, որ գնացեք Եվլախ, դուք ձեր բանակցությունները Եվլախում տարեք, հա ձեր շահերը, ու ինչի կնան Եվլախ։ Բանակցում էինք Իվանյան գյուղում, Արցախի տարածքում։ Իսկ այնտեղ չէին կարող բանակցեին, բա բնականաբար այդ գործիչների անունը դրած որ գնային Եվլախ, ինչ պիտի խոսեին։ Բարձր վախած մանթոյի մեջ եւ այս ինչ որ խոսում են, այ մենք ամեն ինչ արել ենք, ոչ մի բան էլ չեն արել։ Իշխանությունը, ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու իրանց ածանցալ ուժերը Արցախում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ իր ածանցալ ուժերը Արցախում ձեռի տված Արցախը հանձնել են փաստերով։ Հիշում եք, այս ամեն ինչի մասին սկսեց որ խոսալ Արթուր Օսիպյանը, ինչ հիստերիա բռնեց Փաշինյան Նիկոլի մոտ եւ դրամատուրգ գոռում թե արար դուք ինչի չեք մեղրել։ Եվ Արթուր Օսիպյանին կալանավորեցին։ Փաշինյան Նիկոլ, դու կարող ես 44 օրյայի բաները չբացահայտես, դե զգում եք խորհրդարանում պահանջել չկա դրա մասին խոսք չկա։ Ոչ մի բան, անցածը չբացահայտեց, չէ՞։ Կարող է ներկան բացահայտի։ Ինչի՞ չեք դիմում խորհրդարանական ընդդիմություն այդ պահանջով։ Ձեզ հիշեցնեմ, որ դուք պարտք ունեք ժողովրդին։ Ուզում ասեմ, նույնիսկ Փաշինյան Նիկոլ, եթե դու կարողանաս դել հագցնես, մենք կենթանի մնացածներից, ոչ մնացածներից ամեն ինչ իմանալու ենք։ Իմանալու ենք, ասենց րոպե, կադր, ամեն ինչ վերականգնվելու է։ Արդի կան, հիշողությունները չեն կորցրել, այո, քո բախտը չի բերել, ոչ բոլորն են մահացել։ Այսօր դու ստեղ փախնելու տեղ չունես։ Այս ամեն ինչի մեջ, այս հանցագործությունների մեջ Հովիկ Աբրահամյան ազգամա, Հովիկ Աբրահամյանի հետ կա անպայման, դա ապացուցված փաստ է։ Ու այն հանգամանքը, որ այսօր իրանց այս վիճակին են դնում, դա խոսում է մի բան։ Դուք կարող եք Փաշինյան Նիկոլի հետ միլիոններ խալանացնել, հենց հիմա էլ միլիոններ աշխատել։ Դա ձեզ չի երաշխավորում այն ինչ որ կապարվեց ազգամի հետ։ Ուղղակի դրա օրն ու ժամը չի եկել, օրն ու ժամը կգա, դուք այդ մասին կիմանաք, դուք կզգաք այդ ձեր վրա։ Ամսի օգոստոսի 5-ին մեծ դիրիժոր Էմին Խաչատուրյանի ծնունդն էր։ Որը ծնվել 1930 թվականին Մոսկվայում, սա Ադամ Խաչատուրյանի մեծ եղբոր Լևոնի զավակն է, տղան, Էմին Խաչատուրյանը, որի մոտ բախտ եմ ունեցել ես սովորելու Երևանի կոնսերվատորիայում։ Չի, որովհետև տենց ստացվեց, որ ոգևորված անկախության հեռանկարով Էմին Խաչատուրյանը, որ հայտնի դիրիժոր էր, ով սովետական շրջանում ապրել, գոնե նայել ասել է սովետական ֆիլմերը, երևի հիշում եմ, մենք այն ժամանակ սովորություն ունեինք, բոլոր բաները կարդում էինք մասնակիցներ, որ հայ գտնենք այնտեղ, դերասան, չգիտեմ, օպերատոր, դիրիժոր, կոմպոզիտոր, բոլորը երևի հիշում են, որ որոշ ֆիլմերի երաժշտության ձայնագրող դիրիժորը հենց Էմին Խաչատուրյանն էր, որին ասում եմ 5 տարի սովորել եմ իր մոտ Երևանի կոնսերվատորիայում։ Այսօր ես որ նկարը տեսա, գիտեք ինչ հիշեցի։ Ես կարգի մարդ, ամեն ինչ թողեց, եկավ Երևան։ Ինքը Երևան չէր, ինքը Հայաստան չէր ապրել։
շատ էր սիրում Հայաստան։ Եկավ Հայաստան։ Դե սովետական ժամանակ արդեն եկավ, 90-ական հələ սովետ էր։ Սովետը փլվեց, ամեն ինչ փլվեց, բայց ինքը չվերադարձավ Մոսկվա։ Մնաց ու ես հիշում եմ իր դասերը։ Գիտեք ոնց մնացավ։ Մերժված, ինչպես բոլոր երաժիշտներն են մեծ այդ ժամանակ, առանց աշխատանքի, նվագախումբ ուներ, ձեռքից վերցրել էին, Երևանի կամերային նվագախմբի դիրիժորներ։ Դա վերցեցին, միացեցին Հայաստանի կամերային նվագախմբի հետ, Երևան ու Հայաստանի կամ ցակեցին մեկ նվագախումբ ու դա տրվեց Արաբ Ղարաբաղյանի ղեկավարության եւ Էմիլ Խաչատրյանը մնաց առանց գործ։ Մենակ կոնսերվատորիայի, ես չեմ հիշում, քանի 1000 դրամ, էլի 5 կամ 10000 դրամ աշխատավարձի։ Չգնաց էլի Մոսկվա։ Ինֆակտից մահացավ։ Ես էսել որ տեսա, ես գիտեք ինչ հիշեցի։ Ասում ինչի մենք չենք կարող մեր մեծերին պահենք։ Ինչի չենք կարող։ Ոչ կարողանում ենք կենթանության օրոք գնահատենք։ Ոչ կարող ենք հիշատակ պահենք։ Ախր ինքը եզակի դեպքը չի, միակ դեպքը չի։ Ժանտեր Մերկելյան, ֆանտաստիկ միջազգային համաշխարհային մակարդակի ջութակար։ Ով գիտի իր մասին ինչ-որ մի բան Հայաստանում։ Ով ա լսել վերջերս ինչ-որ մի հատուկ մի բան միջոցառում Ժանտեր Մերկելյանի անունով։ Մենք չենք կարողանում։ Մենք չենք, ոնց որ մենք չսիրենք ինքներս մեզ։ Գիտեք, այս նկարն եմ վերջում ուզում ցույց տամ։ Մարդ ինքը իրան պետքա կերտի, հասկանում եք։ Սա ազգին էլ է վերաբերվում։ Ազգին մենք պետքա հասկանանք մեր ամենասիրուն մասերը ցույց տանք, ամենալավ, ամենավատ մասերի վրա աշխատենք։ Հիմա սիրուն մասը մենք գիտենք որն է, վատ մասերը են, որ մենք չենք կարողանում մարդ գնահատել, պահել հիշատակը, արժևորել, հերունին թողել այդ ամեն ինչը, ոչ միայն իր մասին այլ ժողովուրդը ոչ մի բան չգիտի մոռացել է, քանի 100 թուն կա Փարիզ հերունու մասին, իր աշխատությունների մասին, իր ֆոնդեր, իր բաներն են փակել, ծրագրերն են փակել, որտեղ համարեցին բան, ժենաուկա, հա, որ դա գիտություն չի, դա բան էր, ինչպես են ասում, սուտ գիտություն, աշխարհից լավագույն գիտնականներն էին ուզում գային այդ ամեն ինչը աշխատացնեին։ Դա թողեիք, ինչի արգելեցիք։ Մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չկարողանանք ստապ գնահատել մեր լավ ու վատ կողմերը եւ այսենց առանց ամաչելու մեր ստաձև մասերի վրա աշխատել զուբիլով, մաքրել մեզ ավելորդ կեղտից, մենք ոչ միտեղ չենք գնա։ Մեր փոխարեն սա ոչ մեկ չի անելու, որովհետև դա ոչ մեկին պետք չի։ Ոչ մի ղեկավար, ոչ մի երկիր, ուրիշ երկրի համար այս process-ը չի արել։ Ամեն մի երկիր, ամեն մի ժողովուրդ ինքն է զբաղվել ինքն իրանով։ Ու որտեղ առաջնայինը սա է եղել, կատարելագործումը, սեփական ապագայի ձևավորումը, կրթությունը, հա, ինքնազարգացումը, այդ ազգերն ու ժողովուրդները հիմա պետություններ ունեն լավ, ապահով սոցիալապես հարուստ, ովքեր նստած ուռել սենց լենացել են ու մենակ բան են, մունատ են եկել, կողքերն էլ հանճարները սոված մահացել են, նրանք ապագա չունեն, որտեղ նրանք կենսունակ չեն, նրանք չեն հասկանում, որ ամեն մեկի խնդիրը հենց իրա մեջ է, ամեն մի ժողովրդի դժբախտության բանալին հենց իր գրպանը դրած է, գրպանը, դա դրսում չի, Ամերիկայում չի, Ռուսաստանում չի, Թուրքիայում չի, հայ ժողովրդի բանը եւ դժբախտության եւ հաջողության բանալին հենց իր գրպանը դրած է։ Ընդամենը պետքա զուբիլը վերցնել ու իր տաձև մասերը առանձնացնել, թափել, ասել ախպեր, էսի արդեն ավելորդ է։ Էսի էլ չի նայվում, այս խոսքերը չի լսվում, նույն բաները, ով է գալու մեզ փրկի, երբ հալինելու, էլ չի լսվում, ժողովուրդ ջան, չի լսվում։
Մենք պետք է հասկանանք, որ մենք ենք մեր ճակատագրի եւ դարբինը, եւ քանդակագործը, ու այդ բանալին էլ երջանկության եւ դժբախտության մեր գրպանն է անհատապես։ Որովհետեւ այս մարդը, որ թողեց եկավ այդ այն տարիներին, ինքն եկավ իր ներդրումը բերելու համար, ներդրումը դե կոմունիստների ժամանակ իհարկե գիտեին ով է եկել, եւ կոնսերվատորիայի պրոֆեսորի տեղը տվին, դասարան տվեցին եւ նվագախումբ սկսեց աշխատել։ Բայց բացավ կոմունիզմը, եկան հրաշականները, ասեցին ինչին է պետք է, ախպեր մի վարքա, մենք պատերազմ մեջ ենք, առիթից վերելով, հոպա, ձեզ ոչ լույս է պետք, ոչ փող է պետք, ոչ մի բան ձեզ պետք չի, մեզ է պետք է ամեն ինչը։ Ու թող ոչ մեկ չասի թե այն ժամանակ պատերազմներ դրա համար էր, չէ, պատերազմը դա պատերազմն էր, բայց այն ինչ որ կատարվում էր թիկունքում, դա այլանդակություն էր։ Այլանդակություն։ Ես գիտեմ, որ հիմա Լևոն Տեր-Պետրոսյան պաշտողները կներվեն մի քիչ ինձանից, բայց իրենք գիտեն, որ ես սուտ չեմ կարող խոսել։ Այդպես որ, սիրելիներս, կներեք ուղիղ խոսքիս համար։ Այ մենք այս վիճակում ենք։ Կանենք այս գործը, կվերցնենք մուրճն ու զուբիլը, կսկսենք մեզ մշակել, ապագա կունենանք, չենք անի, սենց տաձև, հաստ ոտերով, տաձև փորով, կապրենք էլի, ուռած պայթած երակներով, որ ոչ կարում է տեղից շարժի, ոչ կարում է վազի, ոչ էլ նայվում, մեզ կապրենք էլի։ Ընտրությունը մեր ձեռքն է, նորից ամփոփելու համար ասեմ, մուրճն էլ է մեր ձեռքը, զուբիլն էլ է մեր ձեռքը, դա մեր փոխարեն ոչ մեկ չի անելու, սա անհատական աշխատանք է, որը կձևավորի հասարակություն, որը կձևավորի իրան արժանի կառավարություն։ Այն ժամանակ, երբ որ մենք այս աշխատանքը վերացնենք, սրանք մեր մեջ չեն լինի, այս խոսույթը չենք լսի։ Մասնակցություն ունենամ։ Սա չի լինի։ Սա այս վիճակ ունենք, որովհետև այս գործը չենք ավարտել։ Այսօր համար իսկան կներեք ինձ։ Ամենից